Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես խաղաղության ուղղված քննարկումները շարունակվում են։ Ազգային ժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։ Պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների եւ ադրբեջանցիների միջև։ Արցախի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։ Հասարակություններին պետք է պատրաստել դրան։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքման տեղի ու ժամի մասին Հայաստանի առաջարկին ուղղված Ադրբեջանին, Սիմոնյանն ասել է, որ այն ուժի մեջ է եւ իրենք հույս ունեն, որ պաշտոնական Բաքուն կհամաձայնի։ Հիմա ոչ թե գնահատական ենք տալիս, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետքա մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ չենք եկել այստեղ հիմա բիսեդկում նստենք, իրար հետ բան բասենք։ Հասկանամ արևմտյան ադրբեջանցիները։ Չկա, չի եղել ու չի կարող լինել, մոռացեք այդ արևմտյան։ Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրվի խաղաղության Լսեք, ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պայդրությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոստեք երեք մեջ բերում, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չի տա։ Ձեզ հետաքրքիր է, ես հանգարցակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասեմ, թե լավ բան կասեմ, մի հատ դնեք, գրեք, Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հենց մտնեն մեջը։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա զբաղվեք խոսակցությամբ։ Նշանակում է, որ եթե արցախցիները վերադառնան Արցախ, դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Ազգային ժողովը մերժել է պատիվ ունեմ խմբակցության հեղինակած հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծը, որը բացասական եզրակացություն էր ստացել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Նախագծին կողմը քվեարկել 27 պատգամավոր դեմ 54 ձեռնպահ 2-ը։ Այսպիսով նախագիծ նորակարգ չի ընդգրկվել։ Այն նախաձեռնել էր պատիվ ունեմ խմբակցությունը։ Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև 1992 թվականի մայիսին Շուշիի ազատագրմանը, որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։ Քվեարկությունից հետո Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ելույթում ընդգծել է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակն անուրանալի է եւ մարդկության պատմության մեծագույն իրադարձություններից, ապա հարց է ուղղել նախագծի հեղինակներին։ Ի պատասխան Տիգրան Աբրահամյանը նշել է, որ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ մշտապես թեժ քննարկման առարկա եղող թեմայի մեջ ներգրավվածություն ունենալու նպատակահարմարություն չի տեսնում։ Կողմ 27 դեմ 54 ձեռնպահ 2 որոշումը չի ընդունվել։ Ինչպես եք դուք գնահատում, մինչև այդ պատերազմի սկսվելը, երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո եւ մինչև այդ պատերազմի սկսվելը Սովետական Միության եւ նացիստական Գերմանիայի միջև համագործակցությունը, մասնավորապես այդ համագործակցության շրջանակում Սովետական Միության կողմից եվրոպական 6 պետությունների վրա հարձակումը, մասնավորապես Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Ռումինիայի։ Բոլոր այս դեպքերում Սովետական Միությունը իր տեսանկյունից ունեցել է որոշակի հաջողություն, որոշակի տարածքներ է վերցրել Ֆինլանդիայից, ամբողջությամբ օկուպացրել է Էստոնիան, Լատվիան, Լիտվան, այն ժամանակվա Լեհաստանի կեսը, Ռումինիայի մի մեծ հատվածը, որ այսօր Մոլդովայի Հանրապետությունն է, ահա այս ամբողջ 1 տարի 10 ամիս տևած մարտական գործողությունները ինչպես մենք անվանենք, ինչպես դրանց վերաբերվենք,
ճիշտ է արել, սխալ է արել, պետք էր, պետք չէր, ինչ կասեք։ Գումարի դիմացին ծառայությունից ազատվելու կամ կարճաժամկետ ծառայություն անցնելու վերաբերյալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծի շուրջ աղմուկը չի դադարում։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ այն համարում է բանակը կազմաքանդելու իշխանական հերթական պրոյեկտը, նշելով, որ այն պետք է հանվի Հայաստանի օրակարգից։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ զինվորական ծառայությունը Հայաստանում պարտադիր է եւ այն գնացուցակով ներկայացնելը ոչ միայն ճիշտ չէ, այլև վտանգավոր է։ Աբրահամյանի խոսքով Հայաստանի նման երկրում, երբ մշտապես արկա է պատերազմի վտանգ, զինուժի թվի նվազումը լուրջ վտանգներ է պարունակում։ Որպես կանոն հասարակության շրջանում օգտագործում է ժամկետային ծառայությունը, բայց իրական ձևակերպումը իհարկե պարտադիր զինվորական ծառայությունն է։ Այս օրերին ես նաև տեսել եմ բազմաթիվ իրավաբանների, որոնք նաև իրավական տեսանկյունից են շատ ավելի մատչելի եւ որակյալ նաև վերլուծություն ներկայացնում այս իրավիճակի հակասահմանադրական եւ հակաօրինական լինելու հանգամանքի մասին, բայց կրկնում եմ, այստեղ ոչ միայն օրենքի խնդիր կա, ոչ միայն այստեղ քաղաքականության խնդիր կա, այստեղ կա գաղափարական բավականին մեծ խնդիր եւ սա ջարդում է այն ողնաշարը, որի վրա հիմնված է մեր զինված ուժերը, այսինքն գաղափարական մոտեցումը, հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի զգացումը, երբ որ այդ ամենը վերահսկում ես ու դա դնում ես բացառապես ֆինանսների վրա, սրանով որևէ խնդիր չես լուծելու։ Մի հանգամանք էլ ասեմ, գիտեք, այդ գումարների հաշվին կարող ենք վճարել, օրինակ, չգիտեմ, մեկի դեպքում 2 պայմանագրայինի Իսկ ով է ասում, որ մեր նման ժողովրդագրական վիճակ ունեցող երկրների պարագայում մենք ունենք այնպիսի մեծ ռեսուրս, որ կարելի է ժամկետային ծառայությունը, պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատել, դարձնել փողով, ինչպես հասարակության մեջ է ընդունված ասել, եւ մեծ թվով մարդիկ կօգտագործեն այս հնարավորությունը ավելի բարձր վարձատրությամբ գան ծառայության։ Հանրային արձագանքը միշտ մեծ նշանակություն ունի, քննարկումները թեմայի շուրջ շարունակվում են, կարծում եմ օրենքը գուցե որոշ փոփոխությունների կարիք ունենա, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախագծին Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ այդ օրենքն անհրաժեշտություն է, Հայաստանի անվտանգությունն ապահովելու առումով եւ քննարկումները շարունակվում են։ Սիմոնյանը կրկին հիշեցրել է, որ ինքը ծառայել է հայոց բանակում, չհամաձայնելով հնչող այն քննադատություններին, թե աղքատների բանակ են ուզում ստեղծել։ Ըստ Սիմոնյանի ինքն աղքատ չի եղել, բայց ծառայել է բանակում։ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ իրենց նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար, եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ես կարծում եմ, որ վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ որ կծառայեն մարդիկ, ովքեր որ դրանք կվերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ եւ այն իրավիճակը, որը մեր երկրում եղել է ու կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել, այսքանը։ Նախագծը ինչպես է նպաստելու, որ պրոֆեսիոնալ։ Ես հիմա նախագծի քննարկմանը չեմ, քանի որ ես հիմա նախագծին չեմ բանա, ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ։ Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են եւ այս որովից է նոր որակում տալու որովից է կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է եւ տարվելու է, բայց ասում եմ, նախագիծը ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն եւ դա քննարկվել է։ Պետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից եւ հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողովի նիստում ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանն ու մանրամասներ հայտնել։ Կառավարությունում կարծում են, որ նման փոփոխությունները կարող են նպաստել զինվորական ծառայության զորակոչից եւ արժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածն է, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար, որը 462-րդ հոդվածն է քրեական օրենսգրքի։ Ներկայումս ցավոք նկատվում է պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ 2023 թվականի ընթացքում
քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականության վարման անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով եւ 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում առաջին մասում պատիժը 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Իսկ 462-րդ հոդվածում վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկում է սանկցիան, տուգանք սանկցիան, ուրեմն առավելագույնը 20 պատիկի չափով փոխարինել 15 պատիկից 30 պատիկի չափով, իսկ որպես ազատազրկում նախատեսված սանկցիան առավելագույնը 2 տարի ժամկետով փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով բառերով։ Վարչապետը հյուրընկալել է Ղրղզական խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործակցության հետագա զարգացումը նաև միջխորհրդարանական ձևաչափով, ինչը ազդակ կհաղորդի քաղաքական երկխոսությանը։ Նուր Լամբեկ, Տուրգունբեկ ու Լունել շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ փոխանցել Ղրղստանի նախագահի ջերմ ողջույնները։ Խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների հետ ձևավորել են սերտ գործակցություն եւ իր նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության հարցեր։ Սլովակիայի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, էկոնոմիկայի նախարարի, արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ քաղաքապետի առաջին տեղակալի ուղեկցությամբ։ Ռոբերտ Ֆիցոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այցի ավարտին Ֆիցոն շրջել է հիշողության պուրակում եւ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տնկել արծաթափայլ Եղևնի։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը այցելել նաև Ֆրանսիայի արտգործնախարարը Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ։ Ժան Նոել Բարոն ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ապա նախարարները մասնակցել են ադմիրալ Լուի Դարտիշ Դյուֆերենին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը։ Հայաստանում շարունակվել է Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովը։ Նախորեն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, նաև այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան թեզի ու Հայաստանի սահմանադրության մասին։ Թեմային անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խնդրեմ։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Երևանյան երկխոսությունը համաժողովը, որ այս օրերին ընթանում է Երևանում, ինչ խոսք տարածաշրջանային իրադարձություն է։ Միջոցառումը, որը իր շուրջ հավաքել է մի շարք երկրների առաջնորդների եւ դիվանագետների, այս տարի շատ կարևոր ենթավեռնագիր ունի։ Երևանյան երկխոսություն, Հարավային Կովկասը, ռազմավարական հանգույց, մարտահրավերներ եւ հնարավորություններ։ Ինչ խոսք, մեր տարածաշրջանը դարեր շարունակ իրապես ռազմավարական հանգույց է եղել եւ մարտահրավերներով, փորձություններով լի տարածաշրջան, բայց կարող եք արդյոք հիշել դեպքեր կամ գոնե մեկ եզակի դեպք, երբ այդ մարտահրավերները լուծվել են ոչ թե հրի ու սրի, մեր ժամանակակից լեզվով ասած ռազմական միջնորդությամբ, այլ երկխոսության եւ փոխըմբռնման ճանապարհով։ Երևի դուք եք դժվարանում։ Ինչ խոսք, ես էլ։ Ու ցավալին գիտեք որն է, որ այս իրավիճակը այնպես չէ, որ 100-ամյակների ընթացքում փոփոխվել է։ Ցավոք, իրարամերժությամբ լեցուն այս տարածաշրջանում բացառապես ուժն է ծնում իրավունք, ու կապ չունի դա ինչ ուժի մասն է խոսքը, սեփական ուժի, թե հովանավորյալ ուժի։ Ուստի սպառնալիքները դեռ մնում են, ինչպես ասում են, օդում կախված։ Այսպիսով, Հայաստանը ուզում է հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրություններում չկա իր տարածքում հակամարտությունը լուծել եւ փակել եւ այն արտահանել Հայաստանի Հանրապետության տարածք։ Վարչապետ Փաշինյանն է այս տեսակետն ու մտահոգությունները հայտնել իր խոսքում, առաջին անգամը չէ, որ նա բարձրաձայնում է այս խնդրի մասին, լինենք անկեղծ, մեջբերեմ վարչապետի խոսքը։
Ուզում եմ համոզվել, հավաստիանալ, որ մենք եւ Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը։ Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտության իրավիճակը փակել եւ արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինչու ենք այդպես ասում, որովհետև գիտեք, որ դժբախտաբար վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան, եւ գիտեք մեր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ։ Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկը ապագայի համար։ Իհարկե առաջարկներ հնչել են, բայց այս հատվածի վրա եմ ուզում կենտրոնացնել մեր ուշադրությունը, հետաքրքրական մի դրվագ կա։ Արդյոք հաղթողն ու պարտվողը նույն կերպ են ընկալում իրավիճակը։ Խոսքս վարչապետի հայտարարության մասն է, որ ասում եմ, մենք եւ Ադրբեջանը նույն կերպ պետք է մոտենանք հարցին։ Արդյոք հաղթողն ու պարտվողը նույն կերպ են ընկալում։ Կասկածում եմ։ Մանավանդ երբ դիմացինը ագրեսորին չի զսպում եւ քայլ չի ձեռնարկում։ Իհարկե մյուս կողմից ես գիտակցում եմ, որ խաղաղությունը դա շատ նուրբ ճարտարապետություն է եւ ցանկացած ծուռ բառ կարող է խալխլել առանց այդ էլ փուխր հիմքերը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւս հետաքրքրական մտքեր է արտահայտել այս թեմայի շուրջ։ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնության մոդելը կարող է արտահանվել հակամարտության մեջ գտնվող այլ տարածաշրջաններ։ Այստեղ շատ հետաքրքրական է։ Այն, որ աշխարհը լի է մարտահրավերներով եւ չհանգուցալուծված խնդիրներով, դա իհարկե փաստ է, բայց միթե հայ-ադրբեջանական հակամարտության մոդելը կարող է օրինակ ծառայել մյուսների համար, անգամ եթե տեքստի մասին է խոսքը գնում, հա։ Այդ ինչ մի մոդել է, այն էլ դեռ չսորագրված, դեռ չվավերացված, որ մի հատ էլ մենք ցանկանում ենք օրինակ դարձնել մյուսների համար։ Ինչպես այս պարագայում կասեր դասականը, համեստ տղաներ, համեստ։ Որն է օրինակելի այս հարցի մեջ, որ 30 տարի անկախություն ենք խաղում, որ 2-3 սերունդ ենք մեծացնում այդ գաղափարախոսությամբ, որ 90-ականներին հաղթում ենք, հաղթանակ ենք տոնում, բայց չենք ամրագրում այդ հաղթանակը ու ավելին հավասարը հավասարի հետ, պարտվողի հետ գնում ենք բանակցելու, դե հիմա թող մեզ հետ Ադրբեջանը հավասարը հավասարի բանակցի ճիշտ այնպես, ինչպես մենք 90-ականներին գնացինք։ Չի անի, չէ, իհարկե չի անի։ Մեր սխալների վրա ինչ խոսք, թշնամին միշտ էլ սովորել է։ Նա ոչ միայն չի բանակցի մեզ հետ, այն էլ հավասարը հավասարի, նա առավելապաշտական դիրքերից հանդես կգա միշտ, մենք դա տեսնում ենք հիմա։ Ինչ օրինակի մասին է խոսքը, երբ հազարավոր զոհեր ենք տվել, կյանք չմտած երիտասարդները անմահացել են եռաբլրում, երբ ունենք բազմաթիվ ռազմական գերիներ, անհետ կորածներ, էլ չեմ ասում կորսված տարածքներ, լուծարված Արցախի հանրապետություն, 100,000-ից ավելի փախստականներ, պղծված եկեղեցիներ, ոչնչացված մշակութային կոթողներ, խաչքարեր եւ այսպես շարունակ, ու դրա դիմաց դեռ չկա որևէ մի հստակ պատնեշ, ավելին մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետություն խնդիրը չտեղափոխելու վտանգի մասին, այդ իսկ պատճառով, հարգելի բարեկամներ, երբ մեր բարձրաստիճան դիվանագետները հայտարարում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մոդելը կարող է արտահանվել հակամարտության մեջ գտնվող այլ տարածաշրջաններ, ես ակամայից հայկական ժողովրդական մի իմաստություն եմ հիշում, թշնամուս չեմ ցանկանա, եւ իրապես այն, որ խաղաղությունը այլընտրանք չունի, դա փաստ է, բայց այս կյանքում ամեն ինչ ունի իր գինը, իսկ թե ով է գոնե մեր տարածաշրջանում վճարում այդ գինը, ցավոք պատմությունը քանիցս ցույց է տվել։ Մտածեք այդ ուղղությամբ։ Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որը նախորդ տարի փողոցային պայքար էր սկսել վարչապետի հրաժարականի պահանջով, վերսկսելու է ակցիաները։ Այս մասին օրեր առաջ հայտարարել էր շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Այսօր ազգային ժողովում լրագրողները պատգամավոր Գառնիկ Դանիելյանից հետաքրքրվել են, թե կոնկրետ երբ են դուրս գալու փողոց եւ արդյոք Հայաստան դաշինքը կմիանա պայքարին, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հավանական չի համարում եւ ակտիվ պատրաստվում է ընտրությունների։ Դանիելյանը համակարծիք չէ, ասել է, որ իրենք մշտապես պայքարի կենտրոնում են եղել։
Կարծում եմ Սրբազանը դրա մասին բավականին մանրամասն ասել է, ես ավելացնելու բան չունեմ, փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով դուրս գալու եւ հետագա քայլերի մասին Սրբազան հայրը կարծում եմ մոտ օրերս կհայտարարի, կասի եւ դրան ավելացնելու բան չունեմ։ Հայաստան դաշինքն էլ միշտ պայքարի մեջ ա եղել, Ռոբերտ Քոչարյանը տենց չի ասել, խնդրում եմ ճիշտ մեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի ասածները, Ռոբերտ Քոչարյանը հետեւյալն ասել, ես կարծում եմ մի անգամ պետք է այս հարցը փակեք ու շարժվեք առաջ։ Ռոբերտ Քոչարյանը ասել է, եթե փողոցային պայքարի արդյունքում հնարավոր չլինի իշխանափոխություն անել, ուրեմն պետք է գնան ընտրությունների ճանապարհով, իսկ դա կարծում եմ դրանք լրիվ տարբեր բաներ են։ Իսկ մի րոպե, իսկ Հայաստան դաշինքը միշտ էլ ընդգրկված ա եղել փողոցային, սա շատ ծանրակշիռ, ես համեստորեն ասում եմ, շատ ծանրակշիռ մասնակցություն ունեցել փողոցային տարբեր պայքարներում եւ կարծում եմ դուք ինքներդ եք տեսել, որ Հայաստան դաշինքի падգամավորներն էլ ոչ միայն ես, այլ նաեւ իմ գործընկերները շատ ակտիվ դերակատար են։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային դրահոսին։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկօրյա այցով Մոսկվայում է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ Այսօր նա հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, իսկ ավելի վաղ Ֆիդանին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը։ Մայիսի 26-ին Ֆիդանը հանդիպել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը մայիսի 16-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ հաստատել է հանրապետության պատրաստակամությունը ընդունելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների նոր փուլը եւ ցանկացած աջակցություն ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը պլանավորում է Մոսկվայում անցկացվող բանակցություններից հետո շաբաթվա վերջին մեկնել Կիև։ Ռուսաստանը շարունակում է մշակել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, որը կներառի նաև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը նաև նշել է, որ Ուկրաինան նմանատիպ աշխատանք է տանում եւ պատրաստում է իր առաջարկները, որոնք մտադիր է ուղարկել ռուսական հուշագրի ստացման հետ միաժամանակ։ Սակայն Զախարովան մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահի գործողությունների վերաբերյալ, ով ըստ նրա փորձում է բարդացնել խաղաղության գործընթացը, պահանջելով Ռուսաստանի դեմ խստացնել պատժամիջոցները եւ ավելացնել զենքի մատակարարումները։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ արևմտյան երկրները մի քանի ամիս առաջ են չեղարկել Ուկրաինային մատակարարված հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Նա նախորդին հայտնել էր Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կողմից այդ սահմանափակումների վերացման մասին։ Կանցլերը հարցը կրկին բարձրացրել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ այսօրվա ասուլիսում։ Մերցի խոսքով Ուկրաինան իրավունք ունի օգտագործել իր գործընկերներից ստացած զենքերը Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ։ Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարել է խոստացված 24 F-16 կործանիչների վերջին խմբականակը Ուկրաինային մատակարարելու մասին։ Նիդերլանդական F-16-երը երկրի հարավում գտնվող Վոլկելի ավիաբազայից ուղարկվել են Բելգիա, որտեղից էլ կտեղափոխվեն Ուկրաինա։ Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը ներկա է գտնվել F-16-երի ուղարկման արարողությանը։ Ուկրաինան ստացել է նիդերլանդական F-16-երի առաջին խմբականակը 2024 թվականի հոկտեմբերին, որին հաջորդել է երկրորդ մատակարարումը 2025 թվականի փետրվարին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջ։ Ըստ աղբյուրի կողմերը չեն կարողացել լուծել իրանական խնդրի շուրջ ունեցած տարաձայնությունները։ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական լուծման հասնել իրանցիների հետ։ Մայիսի 22-ին տեղի ունեցած զրույցի ընդհանուր տոնը, ինչպես հաղորդել է աղբյուրը, հակասել է ավելի վաղ արված պաշտոնական հայտարարություններին, որոնց համաձայն առաջնորդներն ավարտել են իրենց հեռախոսազրույցը փոխըմբռնման հիման վրա։ Հայտնի է, որ Իսրայելի վարչապետն Իրանին հարվածելու կողմնակից է։
Անգլիական Պրեմիեր լիգայում տոնած հաղթանակից հետո Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի շքերթի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ, որի հետևանքով գրեթե 50 մարդ է վիրավորվել, այդ թվում նաև 4 երեխա։ Շուրջ 27 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխաներից մեկը եւ մեկ չափահաս ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Շքերթին մասնակցելու համար Լիվերպուլի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ էին գտնվում։ Միջադեպի առնչությամբ ձերբակալվել է մեքենայի վարորդը, ով 53-ամյա բրիտանացի է։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը չի դիտարկում որպես ահաբեկչություն։ 2 մարդ զոհվել է, եւս 9 վիրավորվել է երկուշաբթի ուշ գիշերը Ֆիլադելֆիայի Ֆեյրմաունտ այգում տեղի ունեցած զանգվածային կրակոցների հետևանքով։ Զոհվածների թվում են մեկ չափահաս տղամարդ եւ մեկ չափահաս կին, հայտնել է հանձնակատար Քևին Բեթելը։ Վիրավորների թվում են 3 դեռահասներ 15-ից 17 տարեկան։ Բեթելի խոսքով արձակվել են մի քանի կրակոցներ եւ քննիչներն աշխատում են պարզել, թե արդյոք կրակոցների մեջ ներգրավված են եղել մի քանի տարբեր զենքեր։ Դեպքի առթիվ ոչ ոք ձերբակալված չէ եւ զենքը չի հայտնաբերվել։ Զոհերի անունները չեն հրապարակվել։ Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։ Այս մասին լրատվականների հարցմանի պատասխան տեղեկացրել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է առևտրի ոլորտում շուրջ 9.1 միլիարդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք, ավելին տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 9.1 միլիարդ դրամի ստերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ։ Արդյունքում ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ ու հանգամանքներ այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը թաքցրել է շուրջ 9.1 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է ավելի քան 2.6 միլիարդ ՀՀ դրամի վնաս։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ առկա իրավախախտումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ իրավախախտումներից։ Քրեակատարողական հիմնարկի մոտ թմրանյութ տեղափոխող անձ է ձերբակալվել։ 37-ամյա տղամարդը Գորիսի բնակիչ է։ Մանրամասները տեսանյութում։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին ոստիկանության զորքերի և համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համատեղ։ Մայիսի 25-ին ժամ 8:45-ին Գորիս քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի բնակիչ 37-ամյա տղամարդ։ Ըստ նախնական տեղեկության 50-ից 70 հազար դրամի դիմաց նա թմրանյութ էր փոխանցում նույն հիմնարկի դատապարտյալներին, եւ այս դեպքում էլ թմրանյութը պետք է հանձներ 37 տարեկան դատապարտյալի։ Ձերբակալվածի խուզարկությամբ ներքնաշորի տակ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 32 գրամ մարիխուանա։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանել է արարքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ վերջում եղանակ վաղը կեսօրից հետո եւ գիշերը շրջանների մեծ մասում նաեւ Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։